Սահմանված կանոնների խախտման պարտադրված մոտ 2,5 տոննա պոլիէթիլենային տոպրակներ կնքվել են։ 14 տեսակի պարկի նմուշներ ուղարկվել են համապատասխան լաբորատորիա՝ դեգրադացիայի աստիճանը և ծանր մետաղների պարունակությունը որոշելու համար։ Առաջին փուլում ստուգումներ են իրականացվել Թբիլիսիի և Մարնեուլիի մունիցիպալիտետներում գործող ձեռնարկություններում։ Լաբորատոր հետազոտությունների ավարտից հետո, եթե հայտնաբերվեն պլաստիկ և կենսաքայքայվող տոպրակների տեխնիկական կանոնակարգի խախտումներ, բնապահպանական վերահսկողության վարչությունը կպատասխանի օրենքով նախատեսված կարգով։ Բնապահպանական վերահսկողության վարչության պայուսակներ արտադրող ընկերությունների ստուգման նպատակն է կանխել տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող պլաստիկ տոպրակների մուտքը մանրածախ ցանց և հետևաբար նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը։ Հարկ է նշել, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից Վրաստանում դադարեցվել է որոշակի հաստության պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, իսկ 2019 թվականից ամբողջությամբ արգելվել է չկենսաքայքայվող տոպրակների արտադրությունը, օգտագործումը և ներմուծումը։